Պարոն Բաքոյան, ամենաշատ քննարկվող հարցը քաղբանտարկյալների հարցի հետ կապված արդյոք եվրոպացի պաշտոնյան ձեզանից պատասխաններ է պահանջել, թե Հայաստանում քաղբանտարկյալների հետ կապված ինչ քայլեր եք ձեռնարկում, որովհետև ընդդիմությունը մշտապես է խոսում Եվրախորհրդում անգամ զեկույցներում, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ։ Ձեզ հարցրել է նման հարց եղել է քննարկման ընթացքում։ Եթե կարճ ոչ։ Իսկ ինչ թեմաներ եք քննարկել, ինչ թեմաներ անհանգստացրել եվրոպացի պաշտոնյանին։ Նախ մեր երկրի ղեկավարների հրավերով է ՄԱԿ-ի գլխավոր հանձնակատարը, Մարդու իրավունքների գլխավոր հանձնակատարը Հայաստանում եւ մի շարք հարցեր կան, որոնց շուրջ մենք խոսակցություններ ենք ունեցել, այդ թվում նաեւ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների մասով եւ այդ մասով նաեւ ինչը գտնվում է մեր տիրույթում, մեր հանձնաժողովի տիրույթում, մեր հանձնաժողովի տիրույթում գտնվող հարցերի մասին ենք խոսել եւ դրանք ենք քննարկել։ Այսինքն մարդու իրավունքների մասին եւ արդյոք նրանց անհանգստացնում է Հայաստանում օրինակ մարդու իրավունքների հետ կապված բազմաթիվ խնդիրներ, ինչի մասին մշտապես ահազանգվում է։ Ես կարծում եմ, ներեցեք։ Հետաքրքրված եք նկատի Ես կարծում եմ, եթե պաշտոնյա է ժամանում, ըստ էության հետաքրքրվածություն ունի որոշ հարցերով եւ այդ հարցերը այո քննարկվել են եւ ինչ հարցեր որ հետաքրքրել է այդ մասով քննարկումներ տեղի ունեցել են, այդ թվում նաեւ իրավաբանության օրենքի նախագծի մասով ամբողջանում գուցե չեմ տալիս, երբ կընդունվի եւ մի շարք այլ հարցեր, որոնք վերաբերում են Հայաստանի մարդու իրավունքներին։ Հատկապես մարդու իրավունքների ոլորտում խախտումների ինչ հարցեր է հետաքրքրել։ Առանձին դեպքեր եղել են, որ նրանք Գիտեք, այստեղ առանձին դեպքերի ոչ նման հարցեր չեն քննարկվել եւ ձեր մատնանշած հարցերի մասին մենք չենք խոսել։ Ես ասացի ինչի մասին ենք Դուք ասացիք խոսել ենք մարդու իրավունքների ոլորտում առկա խնդիրների մասին, կոնկրետ ինչի մասին։ Կոնկրետ նաեւ Արցախից բռնի տեղահանված անձանց իրավունքների, իրենց մասով կառավարության կողմից իրականացվող ծրագրերի, իրականացրած եւ իրականացվող ծրագրերի, ինչպես նաեւ օրենսդրական նախաձեռնությունների, որոնք կնպաստեն Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդմանը եւ դրանց ընթացքի մասին ռազմավարության գիտեք օրինակ մենք շատ կցանկանանք, այո, մենք ինքներս ենք որպես իշխանության ներկայացուցիչներ անդրադառնում ատելության քարոզին եւ այդ սահմանը ըստ էության պետք է գծվի եւ պետք է իմ պատկերացմամբ նաեւ օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ այս ուղղությամբ, որպեսզի մենք ազատության խոսքը կարողանանք տարանջատել ատելության խոսքից եւ շատ հաճախ տարբեր հանրային գործիչներին ինչպես թիրախավորում են եւ այդ թիրախավորումները ներկայացնում որպես ազատության խոսքի դրսեւորումներ, որոնք հատում են այդ սահմանը եւ վերածվում ատելության խոսքի, սրանք պետք է հստակեցվեն եւ մենք կարողանանք մեր երկրում ըստ էության տարանջատել այդ սահմանը ատելության խոսքը ազատության խոսքը։ Դուք ասացիք, որ արցախցիների հետ կապված հիմնախնդիրներն են հետաքրքրել, այսինքն հյուրը արձանագրել է, որ այդ արցախցիների հետ կապված խախտումներ կան իրավունքների։ Ոչ թե խախտումներ, այլ գիտեք, եվրոպական երկրները այդ փորձը ամենալավ փորձը եվրոպական երկրները ունեն, հատկապես եվրոպական զարգացած երկրները, որովհետև փախստականներ ավելի շատ ընդունել են իմ պատկերացմամբ ամենազարգացած երկրները եւ իրենք ըստ էության շատ լավ այդ փորձին տիրապետում են եւ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցները Հայաստանում նաեւ ունեն այդ կարգավիճակը եւ ունեն հնարավորություն լիարժեք դառնալու Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ եւ կան բազմաթիվ ծրագրեր, որոնք հենց քաղաքացի դառնալուց հետո կարող են օգտվել կամ որոշակի ինչպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիները կարող են այդ իրավունքները ունենալ, այդ դեպքում քաղաքացիություն ստանալուց հետո կարող են մեր Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձինք ունենալ նույն իրավունքները, սրանց մասին էլ է խոսվել եւ այդ քննարկումները ըստ էության կարծում եմ արդյունավետ են, մեր կողմից էլ ներկայացվել են այն աշխատանքները, որոնք մենք իրականացրել ենք եւ շարունակում ենք իրականացնել, որովհետեւ Արցախից բռնի տեղահանված անձանց մասով առնվազն մենք
ունենք կարճաժամկետ ծրագիր, ունենք միջնաժամկետ ծրագիր եւ երկարաժամկետ ծրագիր եւ սրա մասին նաեւ միջազգային մեր գործընկերների մասին ենք տեղացել։ Ոչ։ Երբ որ ասում եմ կոնկրետ օրինակ, տեսեք, օրինակ օրերս ոստիկանության համակարգի մեր բարեփոխումների մասին մշտապես իշխանությունն ասում, օրինակ Եվրոպացի պաշտոնյան հետաքրքրել ինչպես է բարեփոխված իշխանության ոստիկանությունը նման ձևով վերջին թարգմանողը թե ինչպես են հարցաքննում մարդուն այդ օրինակ նման բռնությունների հետ կապված կոնկրետ ինչպիսի դիրքորոշում են ձեզ նկատողություն իշխանությանը արել են որ չի կարելի նման բռնության հարցերը կարգավորել։ Գիտեք, սովորաբար միջազգային գործընկերները չեն կարող որևէ երկրի իշխանությանը նկատողություն անել, այլ կարող են իրենց առաջարկները ներկայացնել եւ ներկայացնել երկրում օրինակ ինչ խնդիրներ կարող են լինել եւ այդ խնդիրների մասին խոսել եւ իրենց դիտարկումներ անել։ Սրա մասին այո խոսվել է եւ հարգելի լրագրող, ես կարծում եմ, որ ցանկացած բարեփոխում նաեւ ժամանակ է պահանջում եւ ոչ թե որևէ օրենսդրական նախաձեռնություն, եթե ընդունվում է կամ որոշում է կայացվում բարեփոխման մասով, դրանից հետո անմիջապես այդ բարեփոխումը ամբողջությամբ համարում ենք արված եւ ավարտված։ Բարեփոխումը ըստ էության ժամանակ է պահանջում եւ մենք ունենք քաղաքական կամք բարեփոխումներ իրականացնելու եւ նաեւ ինստիտուցիոնալացնելու այդ բարեփոխումները, որովհետեւ Հայաստանը այլևս համարում է ժողովրդավար երկիր եւ քաղաքական մեծամասնությունը ունի քաղաքական կամք այդ բարեփոխումները մինչեւ վերջ տանելու Այո, կան խնդիրներ եւ այդ խնդիրները պետք է ժամանակի ընթացքում շտկել, վերացնել եւ երբ որ ի հայտ են գալի, ես նաեւ ողջունելի է, որ նաեւ մեր հասարակության կողմից են դրանք լայն արձագանքի տեղիք տալի եւ ինչպես նաեւ մեր լրագրող գործընկերներն են բավականին ծավալուն անդրադարձ կատարում եւ հետեւաբար դրան նաեւ համապատասխան մարմինների ներկայացուցիչները պատշաճ ուշադրություն են դարձնում, որպեսզի այդ բարեփոխումները ճիշտ ընթացքով ընթանան։ Դուք կիսում եք ձեր ընդդիմախոսների այն կարծիքը, որ նույն եվրոպական կառույցները աչք կփակեն Հայաստանում ցանկացած իրավախախտման, ընդդիմախոսների նկատմամբ, այսպես բռնաճնշումներին, քանի որ այստեղ ՔՊ-ին իրենք համարում են այսպես իրենց հենասյունը Ռուսաստանին տարածաշրջանից հանելու եւ առաջիկա ընտրությունները հենց այդ դրա կոնտեքստում են ձեզ աջակցում այդ 15 միլիոն եվրոն տվել են ինչ-որ հիբրիդային պատերազմի դեմ պայքարելու, այս մասով ինչ կարող եք ասել։ Այսինքն իրենք այդ տեսակետը, որ աչք կփակեն ամեն ինչի վրա, քանի դեռ այստեղ դուք այսպես քաղաքական Դուք շատ կարևոր մի հարցի եք անդրադառնում, որի մասին այո ես կցանկանայի խոսել։ Գիտեք, մենք խոսում ենք եւ դուք էլ եք խոսում, երբ որ օրենքի որևէ խախտում է տեղի ունենում կամ որևէ իրադարձություն է տեղի ունենում եւ մեր հարգելի լրագրողը նաեւ մի դեպքի մասին խոսեց, դուք անմիջապես հղում արեցիք հենց միջազգային մեր այն կառույցների ներկայացուցիչներին, թե արդյոք իրենք ինչ են ասում եւ ինչպես են վերաբերում։ Այսինքն դուք էլ եք համարում։ Թույլ տվեք, խնդրում եմ, թույլ տվեք եւ թույլ տվեք ես անդրադառնամ ձեր հարցին եւ ես ըստ էության անդրադառնում եմ հենց ձեր այդ հարցին։ Դուք էլ եք ընդունում եւ մեր ընդդիմադիր լրագրողներն էլ են ընդունում, ընդդիմադիր դաշտը ներկայացնող լրագրողներն էլ են ընդունում, մեր ընդդիմադիր շրջանակներն էլ են ընդունում, որ ժողովրդավարության բաստիոնը ըստ էության նրանք են եւ պետք է իրենց աջակցությունը ստանալ ժողովրդավարության կայացման հարցում եւ հենց որևէ խախտում տեղի ունենում կամ որևէ process մենք անմիջապես հղում ենք անում կամ դիմում ենք այդ կառույցներին եւ եթե Հայաստանում մենք հայտարարել ենք, որ այլևս ընթանում ենք ժողովրդավարության ճանապարհով եւ երկիրը տանում ենք այս ճանապարհով եւ եթե մենք տանում ենք այս ճանապարհով, մենք ունենք նաեւ աջակցություն միջազգային մեր գործընկերների կողմից այս առաջնորդությունը ավարտին հասցնելու համար եւ այս առումով եւ այս ճանապարհին եթե մենք ունենում ենք բացեր քաղաքական մեծամասնությունը կրկնում եմ ունի բավարար կամք այս ուղղությամբ աշխատանքները իրականացնելու եւ այդ բացերը շտկելու եւ այս առումով այո մենք ունենք միջազգային հանրության աջակցությունը իսկ ինչ վերաբերում է հիբրիդային պատերազմին իհարկե հիբրիդային պատերազմը քանի որ մեր կողմից ակնհայտ բացահայտված է եւ դրա մասին մենք այլևս շատ բաց ենք խոսում եւ մինչ այդ եթե մենք ակնարկներ ենք անում եւ կոչ ենք անում մեր շատ բարեկամ երկրների գործընկերների որպեսզի այս առումով զերծ մնան Հայաստանի
ներքաղաքական կյանքից կամ Հայաստանի ներքաղաքական կյանքին միջամտելուց, մենք սրա մասին հիմա շատ ավելի բաց ենք խոսում, որովհետև մենք ըստ էության նաև ունենք բացահայտված բազմաթիվ այդպիսի դեպքեր, թե ինչպես է Հայաստանի նկատմամբ հիբրիդային պատերազմ տեղի ունենում, եւ սրա մասին մենք խոսում ենք։ Կարծում եմ շատ ակնհայտ է եւ դուք հենց ձեր լրատվականն ըստ էության այդ երկրից ակնհայտ աջակցություն ունի, հետեւաբար ուզում եմ ես խնդրում եմ հարցեք տալիս հիբրիդային պատերազմ Թուրքիայի եւ Ադրբեջանի ոչ շատ ակնհայտ է Թուրքիան եւ Ադրբեջանը չեն միջամտում Թուրքիան եւ Ադրբեջանը չեն միջամտում հիմա ուզում ենք որևէ Ռուսաստանի անունը տալ տեսեք հենց ժողովում է եւ նաեւ փորձել այսպես մեղմացնել գույները այցից առայլ հիմա դուք նաեւ փորձում եք պրովոկացնել որպեսզի այլ բաներ ստանալ մենք ուզում ենք հասկանալ որն է դե եթե հարցեր եք տալի ապա նաեւ ակնկալեք պատասխանել խնդրում եմ թույլ տվեք օրինակ մեր կարծիքով իմ անձնական կարծիքով հիբրիդային պատերազմ կա Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից դուք համաձայն եք ոչ ձեր լրատվականը եւ ընդդիմադիր շատ լրատվականներ ստանալով հիբրիդային պատերազմի դետալներ փորձում են հենց բազմաթիվ օրինակ դուք ստանում եք կամ ներկայացնում եք խոսքը ընդդիմադիր դաշտի շատ հստակ կողմնորոշում ունեցող օրինակ պրոռուսական ուժեր ներկայացնում են կամ իրենց կողմից տարածվում են թեզեր, որոնք իրականում գոյություն չունեն։ Իհարկե ասել եմ, եթե մտածում եք, որ ես դրա մասին չեմ խոսում, մենք շատ ակնհայտ ենք խոսում, մենք ասում ենք, որ բացի ակնհայտ է, բայց հապաղում եք։ Գիտեք, չէ, ես շնորհակալություն ամեն դեպքում, այնպես որ դուք ներկայացնում եք նաև նյութեր եւ հղում եք անում շատ հաճախ fake նյութերի, որոնք ըստ ներկայացնելով, որ դրանք տարածվում են Ադրբեջանի կամ Թուրքիայի կողմից տարածվող նյութերը, այս չեն տարածվում, այդ դուք չեն Ադրբեջանին, բայց չեք Նազարի Բաղդասարյանը շատ լավ։ Ձեր վստահությունը որովհետեւ դուք հարց եք տալիս, հիմա 4 հոգով հարց եք տալիս, որ մեկի հարցին պատասխանը։ Սիրելի լրագրող, հարց եք տվել։ Վստահեցնում եք, թե իրենց Հիմա ձեր հարցին պատասխանեմ, թե ձեր հարցին պատասխանեմ։ Հիմա խնդրում եմ հերթով տվեք հարցերը, պատասխանեք։ Դուք նաև համապատասխան տեղերից հենց այդ հիբրիդային պատերազմի միջոցով որևէ fake կայք են պատրաստում եւ դուք հղում եք անում այդ կայքերին, որոնք իրականում բազմաթիվ ես պատասխանատու հայտարարություններ անում եմ եւ նաեւ մեր մյուս լրագրողը նաեւ անդրադարձավ, որ վարչապետի խոսնակը որևէ fake կայքեր այսինքն հերքել, ըստ էության դա ձեր կողմից տարածվող նյութերն են, որոնք հիբրիդային պատերազմի մասին են կազմում։ Ձեր կողմից, մեր հեռուստաընկերությունից, մեր լուրերում երբևիցե fake news չի տարածվել։ Եվ այդ ընդհանրական գնահատականը խնդրում եմ մի հնչեցրեք, որտեղ մենք հիմա հերկուսն է TV5 news-ը, մենք երբեք fake տեղեկատվություն չենք տարածում։ Եվ հաջորդ հարցը, երբ Թուրքիայի արտգործնախարարը վերածել մեր խոսակցությունը կամ եւ դուք ասում եք fake news եք տարածում, մենք տարածում ենք իրական տեղեկատվություն, fake news-երը մենք չենք տարածում, մենք բոլոր ինֆորմացիան ճշտում ենք։ Կայ խնդիրը, բայց երբ մենք երեքով ենք, դուք ասում եք fake news եք տարածում, մենք fake news չենք տարածում։ Սիրելի TV5-ի լրագրող, ես շատ կցանկանայի, մենք բոլոր ինֆորմացիան ճշտում ենք եւ մենք երբեք fake news ես շատ կցանկանայի, որ դուք իրական տեղեկատվություն տարածեիք, բայց ցավոք ես այդպես չեմ համարում եւ թույլ տվեք չհամաձայնել դրա հետ, բայց եթե կան հարցեր, ապա խնդրում եմ։ Երբ Թուրքիայի արտգործնախարարը իր, այսպես ասում է, որ Փաշինյանի իշխանությունը այսպես ճիշտ քաղաքականություն է դառնում, դա հիբրիդային պատերազմ է, աջակցություն է։ Ոչ։ Շատ ակնհայտ է եւ դուք սա հենց այդ տեսանկյունից եք ներկայացնում, որը ցավոք չի ցանկանա, որ առնվազն մեր քաղաքացի լրագրողները այդ տեսանկյունից դա դիտարկեին, որովհետեւ
խաղաղության մասին բոլորս ենք խոսում, Թուրքիան մեր հարևանն է եւ Թուրքիան ցանկանում է տարածաշրջանում խաղաղություն, դրա մասին բարձրաձայնել է եւ դրա մասին խոսում է։ Երբ մենք գնում ենք խաղաղության եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի քայլերը, ջանքերը միտված խաղաղությանը ստանում են դրական արձագանք միջազգային հանրության կողմից եւ երեք էլ նման քաղաքականություն որդեգրելու համար ստանում է մրցանակ միջազգային հեղինակավոր մրցանակի արժանանում, բազմաթիվ երկրների ղեկավարներ, բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում նաև Թուրքիայի բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ կարող են ողջունել մեր խաղաղության միտված քայլերին եւ հետեւաբար այս շրջանակում այո մենք դիտարկում ենք եւ մենք բարձր ենք գնահատում, որ մեր հարևանները տեսնում են մեր ջանքերը միտված խաղաղության օրակարգին ինչպիսի եւ արագությամբ եւ ինչպիսի էֆեկտիվությամբ ենք մենք այդ աշխատանքները իրականացնում գնահատում ենք։ Ռուսաստանը ողջունում քայլերը, որը խաղաղության են գնում, բայց այդպես ակնհայտ չեն ասում, որ ԿՊՆ-ներ սրտի այսպես չգիտեմ քաղաքական ուժն է եւ այլն։ Դուք նորից դուք ասում եք, որ իրականությանը համապատասխանող նյութեր եք տարածում, դուք հիմա իրականությանը չհամապատասխանող տեղեկություն եք հաղորդում։ Ինչ է ասում։ Ֆիդան իսկ ինչ պետք է ասի։ Պետք է ասի TV 5-ի լրագրողը խաղաղության միտված օրակարգ ունի եւ առաջ է տանում, բայց երկրի ղեկավարն է բայց երկրի ղեկավարն է, չէ՞, այդ ուղղությամբ քայլեր իրականացնում։ Բայց ինչ պետք է ասի։ Պետք է ասի Ռոբերտ Քոչարյանն է խաղաղության միտված օրակարգ առաջ տանում։ Բայց պիտի ասի, որ գործող վարչապետն է խաղաղության միտված օրակարգ տանում եւ այո Նիկոլ Փաշինյանն է հենց այդ օրակարգը առաջ տանում։ Եթե խոսքը վերաբերվեր որևէ այլ ղեկավարի, ապա իրենք ժամանակ, այդ թվում նաև ձեր TV 5-ի ղեկավարը հանրապետության երկրորդ նախագահ եղած ժամանակ այդ օրակարգը առաջ կտաներ եւ մենք Փաշինյանի իշխանության օրոք Արցախ ընկել եւ հազարավոր մարդիկ զոհվեցին, հազարավոր մարդկանց արդյունքում մի հատ մրցանակ պետք է ստանա։ Դուք առնվազն ձեր ղեկավարը դրա համար պետք է պատասխանատվություն կրի։ Մեր ղեկավարը ամեն ինչ անում է եւ ամեն ինչ արել է որպեսզի պատերազմ չլինի եւ պատերազմ չլինի եւ պատերազմ մեր 1.5 տարվա կառավարման ընթացքում մենք ստացել ենք ձեր ղեկավարից այնպիսի ժառանգություն, որի արդյունքում պատերազմը անկանխատեսելի, պատերազմը անխուսափելի է եղել եւ մենք այլևս որոշել ենք, որ Հայաստանը այլևս չպետք է պատերազմական օրեր ապրի եւ մենք դրանք իրականացնում ենք։ Շնորհակալություն ձեզ։